Հարգելի համակարգացիներ, ես ներողություն եմ խնդրում, քանի որ պետք է օրակարգից շեղվեմ եւ ստիպված եմ պատասխանել մեր ընդդիմախոս կանանց։ Տիկին Աբգարյան, դուք Երևան համայնքի կենտրոնական ամբիոնի մոտ քիչ առաջ սուտ խոսեցիք։ Դուք նշում եք, որ մի կին, որը ունի 3 երեխա, որի ամուսինը մահացած է, իր ընտանիքը որևիցե համատեքստում չի օգտվում արտոնության որևիցե փաթեթից։ Մի այսպիսի բան ձեզ նշեմ, մենք արտոնության փաթեթները մշակելուց եւ ընդունելուց շատ ուշադրություն ենք դարձնում այն հանգամանքին, թե ում ենք տալիս արտոնությունները եւ հատկապես ծնողազուրկ աշակերտներին եւ ուսանողներին այդ արտոնությունը ֆիքսելուց մենք հստակ ենք արձանագրել, որ իրենք պետք է ունենան 100% արտոնություն։ Եվ այն հանգամանքը, որ դուք ասում եք, որ որևիցե արտոնություն չունի տվյալ ընտանիքը, չի համապատասխանում իրականությանը։ Եվ այն ընտանիքները, ովքեր որ ունեն 3 անչափահաս երեխա եւ ամուսինը կամ կինը մահացած է լինում, նրանք նաեւ օգտվում են փարոս համակարգից եւ տվյալ պարագայում ոչ թե միայն 3 երեխան են օգտվում արտոնությունից, այլ տվյալ մայրիկն է օգտվում է 20% արտոնության փաթեթից։ Ես ուրախ կլինեմ, որ դուք ներողություն խնդրեք ձեր ասածների համար եւ դուք որպես ավականու անդամ ինքներդ զբաղվեք այն հարցով, որ այն մարդիկ, որ տեղյակ չեն իրենց արտոնություններից, ի վերջո տեղեկացված լինեն եւ օգտվեն իրենց արտոնության փաթեթներից։ Տիկին Փոստանջյան, ձեզ եմ դիմում, դուք այստեղ 1 րոպե, մի այսպիսի բան ասեմ, դուք որ խոսում եք բոլորդ, ես ինքս լսում եմ եւ որևիցե դեպքում չեմ արձագանքում եւ չեմ ընդհատում ձեր որևիցե մեկի ելույթը եւ խնդրում եմ ուշադիր լսեք միջև վերջ։ Տիկին Փոստանջյան, ձեզ հետ եմ, տեն ձեր գլուխը վերև բարձրացրեք, դուք խոսում եք հյուրախաղերից, բայց Հայաստանի անկախության պատմության մեջ ամենամեծ հյուրախաղեր ունեցող անձը դուք եք, ու մի փորձեք այստեղ մեր իշխանության ներկայացուցիչները որևիցե համատեքստում վիրավորական նախադասություններ հնչեցնել։ Մի օգտվեք մեր բարեվարկությունից այս դահլիճում եւ ժողովրդի կողմից իշխանության ստացած ուժին որևիցե ձևով պիտակավորում մի տվեք։ Ես նորից եմ կրկնում, մի ընդհատեք իմ ելույթի ընթացքում ինձ։ Տիկին Փոստանջյան, դուք երևի թե համոզված եմ արդեն նաև կողմ կլինեք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը իր անկախությունը կորցնի եւ միօթանական պետությանը միանա։ Ձեր բոլոր տեքստերը եւ նույն եւ Գյումրիի Տիկին Փոստանջյան, մի ընդհատեք ինձ, ես ձեզ լսում եմ։ Տիկին Սինորյան շահ։ Ես ձեզ լսում եմ, մի ընդհատեք ինձ։ Տիկին Փոստանջյան, ձեզ նկատողություն։ Եվ Գյումրիի ձեր տեքստերը եւ Գյումրիում հնչացած ձեր քաղաքական ուժի տեքստերը միայն դրա մասին են խոսում։ Եվ մյուս անգամ չհամարձակվեք ժողովրդի կողմից իշխանություն ստացած քաղաքական ուժին որևիցե վիավորական համատեքստում բան ասեք։ Շնորհակալություն։